Հայաստանում վերջին շրջանում արձանագրվել է երեխաների բռնության 31 դեպք, որոնց ուղղությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է ակտիվ աշխատանքներ։ Այս մասին Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի 2025 թվականի ամփոփիչ գործունեության նիստին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ըստ նրա, արձանագրված դեպքերի թիվը փաստում է ոչ միայն երեխաների բռնության առկայությունը, այլև համապատասխան կառույցների հետևողական աշխատանքը դրանք բացահայտելու առումով։ Մեր երկրում սոցիալական աշխատանքի ներդրումն է գնալով զարգանում եւ այն աշխատանքը մանրակրկիտ համալիր կարիքների գնահատում, առանձնահատուկ կարիքի գնահատում կամ երեխայի պաշտպանության դեպքի վարումը այլ ընթացք է ստացել, որը որ շատ տրամաբանական է սոցիալական աշխատանքի զարգացմանը համահունչ եւ մենք ուղղակի բոլորով ցավոք ականատես ենք լինում են բոլոր դեպքերի, որոնց նախորդիվ կարող էինք ականատես լինել, եթե նրանք բարձրաձայնվեին։ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը վարում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որին ներկայ են ոչ միայն ոլորտային պատասխանատուներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այլև մարզպետներ և մարզպետարանների աշխատակիցներ։ Ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նաև անդրադարձ կատարեց ազգային ժողովում նախորդ տարի ընդունված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում օրենսդրական փոփոխություններին։ Նրա խոսքով 2 տարվա ընթացքում պետությունը պարտավորվում է ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգ, որը կնպաստի պետական լիազոր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը և երեխաների շահերի պաշտպանությանը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Նոր համակարգի ներդրման արդյունքում յուրաքանչյուր համայնքում լինելու են հավաստագրված և պետության կողմից ֆինանսավորվող մասնագետներ։ Այս աշխատանքի հիմնական, այսպես ասեմ, առանցքում լինելու է երեխաների պաշտպանությունը եւ կանխարգելիչ գործողությունների իրականացումը։ Փոխնախարարը տեղեկություններ հայտնեց նաև Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված ընտանիքից։ Նա հայտնեց, որ հոր կողմից խեղդամահարված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են մոր մոտ, ապա մանրամասներ ներկայացրեց երեխաների բարոյահոգեբանական վիճակի մասին։ 1 շաբաթ առաջ վերամիավորվել են մոր հետ, բնականաբար խնամակալության հոգաբարձության մարմնի խիստ հսկողության ներքո եւ մենք որպես պետական լիազոր մարմին կշարունակենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել համայնքի ըստ անհրաժեշտության։ Ես կարծում եմ, որ այս դեպքում բնականաբար տեղի է ունեցել մասնագիտական գնահատում, համադրում երեխայի եւ երեխաների լավագույն շահերի համադրմամբ, հուսամ խնամակալության հոգաբարձության մարմինը սխալ որոշում չի կայացրել։